Հայտարարությունից հետո, թե Թեհրանում ձևավորվում է մի պատկերացում, որ Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի կենտրոն, մեր երկրում Իսլամական Հանրապետության դեսպան Խալիլ Շիրղոլամին այս անգամ գրավոր է խոսքն ուղղում հայ ժողովրդին, հոդված է հրապարակել անդրադառնալով Իրանում տեղի ունեցող վերջին զարգացումներին, պատմական համեմատականներ է անցկացնում, պնդում, թե տնտեսական պահանջներով առաջնորդվող քաղաքացիական բողոքի ակցիաները մի քանի օր շարունակ խաղաղ մթնոլորտում էին ընթանում, ավելին կառավարությունն ապահովում էր ցուցարարների անվտանգությունը, սակայն հանկարծ մեջբերում եմ քաղաքացիական բողոքի եւ փողոցի ասպարեզը խլվեց հասարակությունից եւ որոշ տարերի ներթափանցմամբ ականատեսը եղանք մի իրավիճակի ստեղծման, երբ բռնությունը փոխարինեց երկխոսությանը եւ վնաս հասցրեց հանրային անվտանգությանն ու քաղաքացիների բնականոն կյանքին։ Հայաստանի հասարակության համար այս օրինաչափությունն անծանոթ չէ։ Ձեր երկրի պատմությունը ցույց է տվել, որ քաղաքական բռնությունը եւ բողոքի ցույցերի արմատականացումը, հատկապես երբ դրանք ուղեկցվում են աշխարհաքաղաքական մրցակցություններով կամ արտաքին ուժերի ճնշումներով, թիրախավորում են կայուն ժողովրդավարությունը, քաղաքացիների անվտանգությունն ու բարեկեցությունը եւ ոչ մի այլ արդյունքի բացի անկայունությունը, համայն հասարակությանը հասցված վնասը եւ հանրային վստահության քայքայումը չեն հասցնի։ Շարունակելով պատմական փորձը վկայաբերել, դեսպան Շիրղոլամին նշում է, այն շարժումները, որոնք կամա թե ակամա սրում են լարվածությունը, հաճախ նպաստում են ճգնաժամի վերարտադրմանը, որից դուրս գալն արդեն բոլորից է մեծ գին պահանջում։ Այստեղ ընդգծում է, կործանարար գործողությունների ընթացքում խռովարարներն ու անջատողականները առանց հաշվի առնելու հասարակության անցյալի փորձը եւ ժողովրդի ազգային ինքնությունը պատրաստակամ են իրենց ճակատագրի որոշման հարցում թույլ տալ նույնիսկ արտաքին միջամտություն։ Թեպետ Հայաստանում շատերը փորձում են այսպես համոզել, որ Իրանը որևէ խնդիր չի տեսնում թրիփի հետ կապված, Հայաստան-Արևմուտք հարաբերությունների հետ կապված, ակնհայտ է, որ հատկապես Իրանում պահպանողական շրջանակներում այդ մտահոգությունը ոչ միայն փարատված չէ, այլև այն առկա է։ Եվ դեսպանը ըստ էության փորձում էր նաև այսպես մեղմորեն մասնավորապես հոդվածի մեջ դրանց մասին հասկացնել, հույս հայտնելով, որ ի վերջո այս բոլոր խնդիրները կփարատվեն եւ որևէ կասկած չի մնա իրանցիների մոտ Հայաստան տեղ ունեցող գործընթացներում։ Հենց մենք պետք է դրանից դաս քաղենք, որ մեր խնդիրները պետք է մենք լուծենք, ոչ թե դրսի օգնությամբ։ Բնական է, ով գալիս է խնդիրը լուծում, դա նշանակում է գալիս է իր շահերի համար, որևէ մեկը հենց այնպես որևէ մեկին լավություն չի անում։ Բնականաբար դա է։ Այսինքն ոչ Ամերիկան, ոչ Եվրոպան, ոչ Ռուսաստան, ոչ մեկը մեր խնդիրը հենց այնպես չի լուծի։ Իրանում տեղի ունեցողը փորձագետ վերլուծաբանների համոզմամբ կապ ունի ամբողջ տարածաշրջանի հետ։ Ավելին մասնագետների խոսքով դրանք նաև միտում ունեն այս կամ այն զարգացման պարագայում փոխել ոչ միայն Հարավային Կովկասի, այլև Մերձավոր Արևելքի անվտանգային ճարտարապետությունը։ Ընդհանրապես իրանական ներկա հասարակությունը իր մեծամասնությամբ փորձում է պահպանել այն համակարգը, որը գոյություն ունի։ Մյուս կողմից Հայաստանի տեղի ունեցող գործընթացները, հատկապես հաշվի առնելով, որ Իրանը ունի բացահայտ ճշնամական հարաբերություններ Միացյալ Նահանգների հետ, ոչ լավ հարաբերություններ Եվրոպական միության հետ, իսկ Հայաստանի փորձը անցնել դեպի Եվրոպական միության, դեպի Միացյալ Նահանգների ազդեցություն, այսպես պայմանական ասենք ազդեցություն, դրանք բոլորը Իրանը դիտարկում է որպես իր համար սպառնալի։ Մասնագետների պնդմամբ հատկապես 44-օրյա պատերազմից հետո մեր հարավային հարևանը մեծ ցանկություն ունի սերտացնելու հայ-իրանական բարեկամությունը, սակայն դեպի Հայաստան ձգվող ճանապարհը թրիփն է կտրում Ամերիկայի նախագահի պատվին կոչված խաղաղության ու բարգավաճման երթուղին, որ ապահովելու է Ադրբեջանից Նախիջևան անխոչնդոտ կապը։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։